Պարոն Շարմազանով, սկսենք մեր զրույցը վերջին քաղաքական իրողություններից, ավելի ճիշտ բռնոցիներից, հերթական այսպես թիրախը իշխանությունների Գագիկ Ծառուկյանն է եւ այդ մասին Փաշինյանն ինքը չի թաքցնում, ճեպազրույցներից մեկում նշել է, որ նույնիսկ հրահանգը ամբողջությամբ չի կատարվել, թե չի կատարվել, ինչ-որ այսպիսի արտահայտություն։ Ի վերջո ինչ են ուզում Ծառուկյանից։ Միայն Ծառուկյանից չէ։ Տարուկես առաջ Ալիևը հայտարարություն է արել եւ նշել է, որ Հայաստանում իր բնորոշմամբ ռևանշիստական ուժերին պետք է վերջ տրվի եւ նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ արել կամ այդ հարցը լուծել կամ էլ ինքը կլուծի։ Բացեք Ալիևի հարցազրույցներին, նայեք։ Հայաստանում այն ինչ որ կատարվում է, պետք է նայենք Ադրբեջանում ու Թուրքիան մի քանի ամիս առաջ դրա մասին ինչ են ասել։ Հիմա ակնհայտ է, որ այդ ռևանշիստական ուժերի մեջ մտնում են բոլոր այն ուժերը կամ այն գործիչները, ում համար անկախության հռչակագիրը բացարձակ արժեք է, ում համար Հայաստանի անկախությունը ինքնիշխանությունը բացարձակ արժեք է, ում համար Արցախի հայկականությունը ինքնորոշման իրավունքի իրացումը դրանք ՄԱԿ-ի կարևորագույն դրույթներ են, ում համար ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հայդատը դրանք մարդու իրավունքների պաշտպանության ու հումանիստական կարևոր դրույթներ են, եւ բնականաբար բոլոր նրանք, ովքեր որ չեն տեղավորվում Հայաստանի վիլայեթացման խաղակարգի մեջ, հռչակվում են Ալիևի կողմից ռևանշիստներ, ստեղի իշխանությունների կողմից մեկը եռագլուխ, մեկը քառագլուխ, մեկը նախկին, մեկը չգիտեմ ինչ, մեկը շպիոն, տենց, ասինքն զարմանալու բան չկա, որովհետեւ ես ասել եմ 21 թվականի ընտրություններին Փաշինյանը մի բան ասում էր, հետո լրիվ այլ բան արեց։ 21 թվականին ինքը ասում էր Արցախի անջատում հանուն փրկության, Շուշիի հադուտի դեօկուպացիա եւ այնուհետեւ մի տարի հետո գնաց ճանաչեց Պրագայում Արցախն Ադրբեջանի մաս։ Հիմա ինքը ոչ մի բան չի թաքցնում։ Ինքը ամբողջ ընտրաշավի ընթացքում ասել է կզստելու եմ, սատկացնելու եմ, բռնելու եմ, բոմժ եմ սարքելու ու տենց շարունակ։ Մանավանդ այս ամենը իրականացվում է միջազգային արևմտյան կառույցների ոչ թե լուր համաձայնությամբ, այլ բանի ծափահարությունների ներքո։ Պարոն Շարմազան, թեև ես նշեցի միայն Ծառուկյանի դրվագը, ամեն դեպքում նաև Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է ձերբակալված, կալանավորված պարոն Չալաբյանը եւ այլն, ամեն դեպքում Ծառուկյանի դրվագը նրանով է հետաքրքիր, որ շարունակ ներդրումներից է խոսում իշխանությունը, Սամվել Կարապետյանը դրանով չի։ Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենամեծ մեծենատնով է։ Սամվել Կարապետյան չի, Սամվել Կարապետյանի կարելի է երկու բառի համար անել, դա ինչա ներդրումային միջավայրը։ Ամբողջ ԵԱՏՄ-ի հետ, Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացրեց տնտեսական կոլապսը, բայց այս մարդիկ մի նպատակ ունեն, ասել եմ, 18 թվականին Բոլտոնն ասել է պատմական գաղափարներից հրաժարվեք, այդ պատմական գաղափարներից հրաժարվելը լրիվ նոր գիծ գնալն է դեպի թուրք նատոական կամ արևմուտք ոնտուզում եք հասկացեք։ Հիմա գինը է դա, գինը իր աթոռն է, ինքը համոզված է, որ ռուսական ազդեցությունը թուլացնելով ինքը բերում է ինքնիշխանություն, բայց իրականում ինքը բերում է թուրքական վիլայեթացում, որովհետև ինքնիշխանությունից խոսում է, բայց ավելի է մեծացնում Հայաստանի կախվածությունը հենց Թուրքիայից ու Ադրբեջանից եւ Արևմուտքից։ Պարոն Շարմազան, հիմա ասում են հավասարության գծեր են փորձում տանել նախկին իշխանությունների գործունեության եւ այս իշխանությունների գործունեության միջև հատկապես Ծառուկյանի դրվագով ինչով եք պայմանավորում, որն է նպատակը, ինչու են ամեն գնով հավասարեցնում եւ այդ կարմիր գծերը եթե նախկին իշխանությունները անցել։ Ես այդ մարդկանց հիվանդ երևակայության մասին ինչ ասեմ։ Այսինքն ոնց կարելի է Հանրապետական կուսակցության Ծառուկյան քաղաքական բանավեճը եւ այսօրվա այս խայտարակ վիճակը նույնականացնել։ Իհարկե, հա, 15 թվականին եղել է շատ խիստ բանավեճ ա եղել, մենք շատ խիստ քննադատական խոսք ենք ասել, միգուցե որոշ դեպքերում նաեւ էմոցիոնալ, բայց ինչա մենք այդ մարդու տուն ենք մտել, տես մասկեքով տուն են մտել, պարկասել են, տենց ընտանիքի նկատմամբ տենց վիճակ, առուց ենք վեկալել տարել, ասիկա ի՞նչն ենք ընչի այդ համեմատում, էլի։ Ի՞նչն ենք ընչի այդ համեմատում, եւ բոլոր այն մարդիկ, անկախ նրանից իրան քաղաքական թե հասարակական թե լրատվական դերակատարներին, ուզեմ ասեմ ժողովուրդ, տենց լավ է, իսկ ոնց կարելի է նույն բանը համեմատել։ Հա մենք Ծառուկյանն ժամանակին եղել են քաղաքական իր թիմի հետ, քաղաքական ընդդիմախոսներ շատ խիստ, բայց մենք
Այդ անձնական դաշտ մտել ենք, մենք ընտանիք մտել ենք, մենք տես բան արել ենք, որ մարդու 93 տարեկան մերը վատանա, առողջություն Տիկին Ռոզային նախ առաջին հերթին, եւ ինչ ասեմ, կամ մենք կարմիր գծել հատել ենք, ինչի մասին է խոսքը։ Իհարկե եղել է, հա, 15 թվականը, բայց բերեն համեմատեն, դա նույն բանն է, ոնց որ Արցախի այսօրվա հայաթափումը համեմատեն 16 թվականի 400 հեկտարի հետ։ Նույն բանն է։